Ամռան կեսին Հայաստանը Հնդկաստանից կստանա $700 միլիոն արժողությամբ Ակաշ զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը։ Հնդկական համակարգի օգնությամբ հայկական բանակը կկարողանա օդում խոցել մարտական ինքնաթիռներ և թևավոր հրթիռներ։ Հնդկական Ակաշ համակարգը փոքր հեռահարության հակաօդային պաշտպանական համալիր է։ Երևանը պայմանագրով պետք է ստանա 15 արձակման կայան։ Այս զենիթահրթիռային համալիրը նախատեսված է հատկապես առաջնային օբյեկտների պաշտպանությունն ապահովելու համար։ Ակաշի մարտկոցը կարող է միաժամանակ 8 զենիթային հրթիռներով գնդակոծել մինչև 4 օդային թիրախ։ Յուրաքանչյուր մարտկոց ներառում է 4 ինքնավնաս գործարկիչներ, ռադիոտեղորոշիչ կայաններ, օդային տարածքի հսկողություն և հրամանատարական կետ։ Կարևոր է, որ Ակաշի դիվիզիոնային կազմի մեջ մտնող շրջանաձև տեսադաշտի եռապորտանի ռադարը կարող է վերահսկել մինչև 180 կմ օդային տարածքը, ուղեկցելով մինչև 150 օդային թիրախներ։ Հակաօդային կառավարվող հրթիռները կործանիչի դասի 1 թիրախում 2 հրթիռ արձակելիս տալիս են ոչնչացման 98.7% հավանականություն։ Կարող են խոցել և միայնակ, և խմբակային օդային թիրախներ 3-ից 30 կմ հեռավորության վրա մինչև 18 կմ բարձրությամբ։ Ակաշ համակարգը, որը մշակվել է պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից, երկիր օդ դասի հրթիռ է, որը կարող է խոցել կործանիչներ, թևավոր հրթիռներ և օդ-երկիր դասի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ օդային համակարգեր։